կայացել էր, բայց քանի որ նախագահային պատշաճ ծանուցում չէր ուղարկվել, նիստը հետաձգվեց, այսօր 14:30։ Սերժ Սարգսյանը 14:30 ներկայացել է, մեզ հայտնեցին, որ դատական նիստը տեղի չի ունենալու։ Ինչ պատճառ։ Պատճառը ասեցին ինչ-որ դատավորի հետ կապված, չգիտեմ։ Անձնական խնդիր։ Հա, ինչ-որ տենց բան չկոնկրետացրեցին։ Իսկ երբ է կայանալու։ Դրա մասին տեղեկություն չկա։ Պարոն Հակոբյան, ամեն դեպքում հիշեցման կարգով այս նիստը դարձյալ դատախազության միջնորդությունն է խափանման միջոցի փոփոխության հարցով։ Կհստակեցնեք ամեն դեպքում, թե ինչն է հիմք հանդիսացել այս միջնորդության համար։ Գոնե ինչը որ հնարավոր է մամուլի համար լրատվամիջոցներում։ Կա մի գրություն, որում արձանագրված է նախադասություն, որ առկա են օպերատիվ տվյալներ, որ նախագահան ինչ-որ մտադրված է ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորել, դրա համար մեղադրանքի կողմը միջնորդել էր արտահերթ նիստ նշանակել, որպեսզի խափանման միջոցներից բացակայելու արգել խափանման միջոցը կրկին կիրառվի։ Երեք նիստը տեղի ունեցել, երկու մեղադրողներն էլ ներկայացրել էին, ես իմ հակափաստարկները ներկայացրեցի, այսօր դատավորը հետաձգել էր, որպեսզի լսեր նախագահի դիրքորոշումը։ Օպերատիվ տվյալները դատախազության ինչ ճանապարհով էին ստացվել, ինչպես էին ստացվել։ Մեզ անհայտ է դա ինչ ճանապարհով է, ինձ թվում է իրանց էլ է դա անհայտ ինչ տվյալ է եւ ոնց են ստացել եւ ստացել են թե ոչ։ Ամեն դեպքում ձեզ ասեմ, որ օպերատիվ տվյալների հիման վրա նույնիսկ դատական երաշխիքների փուլում նման միջնորդությունները չեն բավարարվում, նույնիսկ խուզարկությունների վերաբերյալ միջնորդություններն են մերժում, ուր մնաց գործլստեյության քննելու ընթացքում ինչ-որ օպերատիվ տվյալի հիման վրա խափանման միջոց կիրառելու հարց քննարկվի։ Ենթադրվում է, որքանով ես եմ տեղյակ, դատավորը գուցե մի քանի օր աշխատանքի չայցելի, այս ընթացքում փաստացի խափանման միջոց ընտրված չէ Սերժ Սարգսյանի նկատմամբ, նա Հայաստանից դուրս գալու, չէ, բացակայելու արգելք կիրառված չէ, նա Հայաստանից դուրս գալու մտադրություն ունի, պլանավորում է դուրս գալ։ Քրեական դատավարության օրենսգրքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձը ունի պարտականություն։ Նույնիսկ եթե բնակության վայրը կարճ ժամանակով փոխում է, ինքը պարտավոր է այդ մասին տեղյակ պահել վարույթ իրականացնող մարմնին։ Հետևաբար, եթե այդպիսի ցանկություն լինի, պարտադիր պետք է նախապես տեղյակ պահվի վարույթ իրականացնող մարմինը։ Հետևաբար այստեղ տենց խնդիր չկա, այո, հա։ Այսինքն, չէ, ուղղակի ես ուզում եմ հասկանալ, գուցե իսկապես պլանավորել է գնալ եւ բացակայելու արգելք, եթե չկա, կարող է եւ գնալ։ Հիմա տեսեք, այս խափանման միջոցի վերաբերյալ 4 առանցին քրեական վարույթներ էր դատարան մուտք եղել։ 4-ով էլ խափանման միջոցները բացակայելու արգելքը վերացվել էր։ Հետևաբար, եթե այդպիսի մտավախություն լիներ, գոնե մեկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմինը դա իրական կհամարեր։ Մտավախություն չունեք, որ դուրս գալու դեպքում ինչ-որ խոչընդոտներ կստեղծվեն նախագահի համար։ Չեմ կարծում։ Եվ նայեք, Չնայած ոչինչից չեմ զարմանում։ Ստացվում է, որ մի եւ նույն փաստական հանգամանքներով միջնորդություններ են ներկայացվել երկու տարբեր դատարաններին խափանման միջոց բացակայելու արգելք ընտրելու վերաբերյալ մի դատավորը արդեն իսկ կայացրել է միջնորդությունը մերժելու որոշում։ Մյուս դատավորը նույն փաստական հակառակ դիրքորոշում ունենալու համար ծանրակշիռ փաստարկներ պետք է ներկայացնի։ Շնորհակալություն։ Միևնույն Ատյանի դատարանի Չէ, կապ չունի։ դատավորներ են եւ կարգանդված չեն մեկը մյուսի ծանրակշիռ փաստարկներ պետք է լինի, ինչու այսպես ոչ թե այնպես։ Շնորհակալ եմ։